Ողջույն։ Կինս երկրորդ երեխայից հետո սկսեց տարօրինակ բաներ անել, բայց այն, ինչ մենք իմացանք, ցնցեց բոլորիս։ Ամեն ինչ սկսվեց գրեթե աննկատ։ Երկրորդ երեխայի ծնվելուց հետո բոլորս մտածում էինք, որ սա կնոջս մոտ սովորական հոգնածություն է, ծանր շրջան, ինչպես որ լինում է բոլոր նոր մայրերի մոտ։ Սյուզին միշտ ակտիվ էր, ժպտերես, ընտանիքի համար ապրող կին, բայց ծննդաբերությունից հետո նա կամաց-կամաց սկսեց փոխվել։ Սկզբում պարզապես փակվեց ինքն իր մեջ, քչախոս դարձավ, հաճախ էր մնում մենակ սենյակում, գիշերները չէր քնում, օրերով անընդհատ նույն պատուհանից դուրս էր նայում։ Երբ հարցնում էինք ինչ է պատահել, ասում էր՝ ուղղակի հոգնել եմ։ Իսկ մենք հավատում էինք նրան։ Բայց հետո սկսեցին ավելի տարօրինակ բաներ տեղի ունենալ։ Նա մոռանում էր ամենապարզ բաները՝ գազը անջատել, երեխային կերակրել ժամանակին, երբեմն նույնիսկ չէր հիշում՝ երեխային արդեն լողացրել է թե ոչ։ Մենք բոլորս իհարկե սկզբում նյարդայնանում էինք, հետո սկսում վախենալ նրա համար։ Մի անգամ էլ նա պարզապես հավաքեց երեխայի հագուստներն ու ասաց, որ ուզում է գնալ, բայց ինքը չգիտեր թե ուր։ Այդ պահին արդեն հասկացանք, որ սա սովորական հոգնածություն չէ։ Բժշկի դիմեցի։ Սկզբում ոչ ոք հստակ բան չէր ասում, բայց երկար զրույցներից ու հետազոտություններից հետո հնչեց մի բառ, որ մենք մինչ այդ միայն ֆիլմերում էինք լսել՝ հետծննդաբերական ծանր դեպրեսիա։ Բժիշկը բացատրեց, որ որոշ կանանց մոտ երկրորդ կամ երրորդ ծննդաբերությունից հետո հոգեբանական վիճակը կարող է կտրուկ փոխվել, մարդը կարող է կորցնել կապը իրականության հետ, վախեր ունենալ, ինքն իրեն մեղադրել, փակվել բոլորից։ Մենք շոկի մեջ էինք։ Մենք չէինք նկատել, չէինք հասկացել, չէինք լսել նրա լռությունը ժամանակին։ Սկսվեց երկար ու դժվար ճանապարհ՝ բուժում, հոգեբան, դեղորայք, ընտանիքի աջակցություն։ Դանդաղ, բայց կամաց-կամաց ես օգնեցի իմ կնոջը վերադառնալ իր նախկին կյանքին։ Ոչ ամբողջությամբ, ոչ միանգամից, բայց նա արդեն ժպտում էր երեխաներին, արդեն իրեն նորից մարդ էր համարում։ Այս պատմությունը մեզ մեկ բան է սովորեցնում՝ երբ մարդը լռում է, դա միշտ չէ, որ նշանակում է, որ ամեն ինչ լավ է։ Երբեմն ամենածանր ցավը հենց լռության մեջ է ապրում։ Եվ այսօր, երբ նայում եմ նրան, երկու երեխաներին գրկած հասկանում, մենք քիչ էինք մնում կորցնեինք ոչ միայն նրան, այլև մեր ամբողջ ընտանիքին։ Այս պատմությունը մենք չենք պատմում, որպեսզի խղճահարություն առաջացնենք, մենք պատմում ենք, որպեսզի մարդիկ հասկանան, հոգեկան ցավը նույնքան իրական է, որքան ֆիզիկականը։ Երբ մարդը լռում է, դա միշտ չէ, որ նշանակում է ամեն ինչ լավ է։ Երբեմն օգնությունը պետք է սկսվի հենց ընտանիքից։ Եվ եթե այս պատմությունը գոնե մեկ մարդու օգնի ժամանակին նկատել վտանգի նշանները, ապա այն արդեն իր արժեքը ունի, եւ ես շատ ուրախ կլինեմ, որ մեկ ընտանիքի կկարողանամ օգնել այս պատմությամբ։ Ցանկանում եմ ձեր բոլորի ընտանիքներին սեր եւ երջանկություն։ Իսկ եթե դու հավանեցիր այս տեսանյութը, ապա կարող ես բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին նմանատիպ կյանքից վերցված պատմությունները բաց չթողնելու համար։